Մերս չմտածես, ես գերի ընկնողը չեմ։ Երկու նռնակ ունեմ, մեկը ինձ համար է։ Էնպես կքաշեմ, որ դրանց էլ հետս կտանեմ։ «2022 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը ես արդեն դիրքում էի։ Ժամը նոր էր անցել կեսգիշերը, երբ առաջին պայթյունները կտրեցին լռությունը։ Այդ պահից սկսած ամեն ինչ փոխվեց։ Երկինքը լուսավորվում էր կրակից, իսկ մենք, զինվորներս, կանգնած էինք մեր հողի սահմանին։ Ես այլևս պարզապես դիտորդ չէի, ես այդ ամենի մեջ էի։ Ամեն կրակոցի հետ ավելի ուժեղ էի զգում պատասխանատվությունը, կողքիս կանգնած ընկերների, իմ տան, իմ երկրի համար։ Վախը կար, բայց ավելի ուժեղ էր գիտակցումը, որ նահանջելու տեղ չունենք։ Այդ օրերը ինձ համար դարձան փորձություն, կամքի, հավատքի և դիմացկունության։ Ես տեսա, թե ինչ է նշանակում եղբայրություն մարտի դաշտում, երբ բոլորս մի նպատակ ունեինք՝ պահել մեր դիրքը, պաշտպանել մեր հայրենիքը։ Այդ գիշերը ես հասկացա մի պարզ բան. խաղաղությունը պարզապես բառ չէ, այն մի բան է, որի համար երբեմն պետք է կանգնես մինչև վերջ։ Ռոբերտ Արմենի Գևորգյանը ծնվել է 2004 թվականի հունիսի 1-ին։ 2010-2019 թվականներին սովորել է Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցում և դրա հետ զուգահեռ ընդունվել է Սարաջանի անվան երաժշտական դպրոցի դհոլի բաժին որպես դհոլահար։ 2013 թվականից ուսումը շարունակել է Վահագն դհոլահարների անսամբլում, այնուհետև Աղայանի արվեստի դպրոցում իր սիրելի Ռազմիկ Նիքողոսյանի, նույն ինքը Գուսոյի մոտ։ Դհոլը ներկայացրել է Հայաստանի տարածքից դուրս և արժանացել մի շարք պատվոգրերի։ Գործիքը համարում էր իր կյանքի մի մասը։ 2019-2022 թվականներին սովորել է Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում։ 18-ամյա Ռոբերտը սիրում էր կյանքը, սակայն առավել շատ սիրում էր իր հայրենիքը։ Մենք չենք մտածում հողի մասին, մենք այնքան լավ ընկերներ ենք կորցրել, մեր մեջ վրեժն է խոսում, վրեժ ունենք լուծելու։ Ռոբերտը 2022 թվականի հունիսի 27-ին զորակոչվել է բանակ զինվորական պարտքը կատարելու, ծառայել է Կապանում։ Օգոստոսի 21-ին եկել էր արձակուրդ ընդունության քննություններին մասնակցելու։ Միշտ հպարտությամբ ասում էր, որ եթե կռիվ լինի, պետք է թշնամու ականջ կտրի, նկարվի, որ նկարը բերի փակցնի զոհված ընկերների կողքին։ Եվ փաստորեն այդպես էլ արեց, բոլորին նախապատրաստեց ու օգոստոսի 30-ին գնաց ծառայությունը շարունակելու։ Սեպտեմբերի 1-ին իրենց տարել են ներքին հանդ, դպրոցը պաշտպանելու թշնամուց։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը վերսկսում է պատերազմը, և այդ չարաբաստիկ օրը ինքը լինելով 2.5 ամսվա ծառայող, խաբվելով տարվել է իբրև ինժիներական աշխատանքների։ Տղաներին բահի փոխարեն տվել են զենք ու տղաները սկսել են պատերազմել թշնամու հետ։ Այդ օրը ջախջախել են թշնամու զորքը։ Առավոտյան 0:30-ին զանգահարել է հորը և ասել. «Պապ ջան, մենք շրջափակման մեջ ենք, մեզ հրամանատարական անձնակազմը թողեց և փախավ»։ Հոր հորդորին, որ իրենք էլ փախնեն, պատասխանել է, որ իրենք փախնող տղերք չեն, և դա եղել է իր վերջին զանգը։ Չխնայելով արյան վերջին կաթելը, ունենալով հրազենային վիրավորումներ, տեսնելով, որ թշնամին իրեն շատ մոտ է, գերի չընկնելու համար վերջին ուժերը գործադրելով, ինքն իրեն ծնոթի տակից հրազենային մի կրակոցով անմահացրել է։ Հուղարկված է Եռաբլուր Պանթեոնում։ Ռոբերտը անմահացավ հանուն մեզ, հանուն ազատ և արդար Հայաստանի։ Հավերժ փառք քեզ հերոս, Ռոբերտ Գևորգյան։